Եկեղեցին մի քանի սցենարներ կա, ինչպես թույլատնել։ Առաջին վեհապար հայրապետին ինչքան էլ ստիպեն հրաժարական տա, վեհապար հայրապետը նախ դա իրավունքը չունի, որտեղ ինքը օցել է։ Ֆիզիկապես անգամ եթե տկար լինի, պատկերացրեք, հա, ունակ չլինի իր պարտականությունը կատարել, միևնույն է օցիալ եւ կաթողիկոս ինքն է մնում։ Տեղապահը կարող է իր գործառույթները այդպեսի կատարել, այդպեսի մենք դեպք ունեցանք Պոլսո հայոց պատրիարքը վատառողջ չէ, իր պարտականությունը կատարում, բայց պատրիարքը ինքն է տեղապահն է գործել անում, հա, աշխատանքային, կառավարչական։ Հիմա վեհապարը չի տալիս, վեհապարին որտեղ էլ ձերբակալին չլանի, վեհապարը մնում, կապ չունի։ Ապօրինություն արեց, դե 3 սրբազան ձերբակալ է, հիմա վեհապարը ձերբակալի, ասենք։ Դիմադրություն կլինի, բախում կլինի, վայրը դառնում է վեհարը։ Նու ասենք, հա, հիմա տեսականորեն ես ավելի շուտ այդ տեսանկյունից չեմ ուզում գնահատենք այսպես։ Վեհապար հայրապետ անազատության մեջ է, հա, որ դիմադրություն լինելու է քրիստոնյաները, եկեղեցու հավատալուզավները, բայց դիմադրելու են, բայց եթե դա ուժով է արվելու, բախում է լինելու շատ են ձերբակալելու են